Հայ առաքելական եկեղեցին հորդորում է նշել մեր հայկական սիրո բարեխոսի օրը, որը նաև երիտասարդների օրհնության օր է։ Սուրբ Սարգիսը միավորում էր ընտանիքներ, հաշտեցնում, ինչի համար էլ համարվում է արագահաս բարեխոս։ Ըստ ավանդույթի չամուսնացածները աղի բլիթ են ուտում, որ երազում իրեն սիրելին ջուր տա։ Եթե ջրի բաժակը ոսկուց էր, կողակիցը հարուստ է լինելու, եթե կավից աղքատ։ Իսկ թե ով պետք է պատրաստի աղի բլիթը, կարծիքները տարբեր են, այրի կնոջից մինչև մեծ ընտանիք ունեցող երջանիկ կին։ Երիտասարդները նաև փոխինձով կամ ալյուրով սկուտեղ են դնում տանիքին, սպասելով ձիուպայտի հետքին, որպես հաջողության նշան։ Սարգերակյանի հետ զրույցում Տեր Մխիթար Քահանա Հարոյանն ասաց, որ տոնի հոգևոր խորհուրդը սիրող սրտերի միասնությունն է։ Նա կոչ արեց գնալ եկեղեցի, հաշտվել, պլանավորել ամուսնություն։ Նա մտահոգվեց, որ մարդիկ ավելի շատ խոսում են Վալենտինի մասին, թեև ինքն էլ սիրո բարեխոս է եղել, սակայն կապ չունի մեզ հետ, եւ նկատեց, որ գլոբալիզացիան իր գործն անում է։ Կաթոլիկ աշխարհի Սուրբ Վալենտինն էլ գաղտնի պսակադրում էր զինվորներին, երբ արգելված էր նրանց սիրահարվել եւ ամուսնանալ։ Այս տոնին էլ ընդունված է իրար բացիկներ ուղարկել, որի մեջ գրված է «Դարձիր իմ Վալենտինը», նվիրել ծաղիկներ եւ շոկոլադ։ Ընտրեք միշտ սերը, իսկ տոնը կգա։